Այսօրվանից պաշտոնական հանդիպումներ է սկսում Թբիլիսիում գտնվող Խորվաթիայի նախագահը։ Նախատեսված են Զորան Միլանովիչի հանդիպումները իր վրացի գործընկերոջ, ինչպես նաև վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ։ Խորվաթիայի նախագահը կնոջ եւ ուղեկցող պատվիրակության հետ միասին 3 ժամանել է Թբիլիսի։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հյուրերին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարարը եւ նախագահի աշխատակազմի ղեկավարը։ Հելսինկյան հանձնաժողովում լսումներ են անցկացվել Վրաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Լսումներին մասնակցել են 3 փորձագետներ՝ Մաքքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն Լորա Թորնթոնը, Ջորջ Մեյսոնի համալսարանի հետազոտող Օլեսիա Վարդանյանը եւ միջազգային խորհրդատվական ֆիրմայի կառավարիչ տնօրեն Քլեր Քայզերը։ Լորա Թորնթոնը հայտարարել է, որ Վրաստանում ժողովրդավարական հետընթացը սկսվել է 2015 թվականից։ Նրա խոսքով Բիձինա Իվանիշվիլին երբեք հավատարիմ չի եղել ժողովրդավարական արժեքներին եւ միշտ կապված է եղել Ռուսաստանի հետ։ Փորձագետի խոսքով հիմա Վրաստանում կա 121 քաղաքական բանտարկյալ, այդ թվում ընդդիմադիրներ եւ լրագրողներ։ Լորա Թորնթոնը Հելսինկյան հանձնաժողովում խոսել է նաեւ նոր օրենքների մասին։ Մաքքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն Լորա Թորնթոնի հայտարարությամբ օտարերկրյա գործակալների մասին օրենքը շատ լրատվական կազմակերպությունների համար բարդացրել է ֆինանսավորում ստանալը։ Նրա խոսքով դոնորները գտել են ստեղծագործական ուղիներ փակ հասարակություններում կազմակերպություններին ֆինանսավորում տրամադրելու համար եւ գոյություն ունեն ճանապարհներ Վրաստանում քաղաքացիական հասարակության եւ անկախ լրատվամիջոցների աջակցությունը շարունակելու համար։ Լորա Թորնթոնի խոսքով ցանկանում է, որ դադարեցվի Վրաստանի կառավարության աջակցությունը, իսկ վրացական քաղաքացիական հասարակության աջակցությունը մեծացվի։ Ռուսթավի քաղաքապետարանը որոշում է ընդունել խրախուսելու նպատակով բարձրագույն լիգայում հանդես եկող Ռուսթավի վոլեյբոլիստներին աշխատավարձ սահմանել։ Նորությունը մարզիկներին ներկայացրել է Ռուսթավի քաղաքապետ Նինո Լացաբիձեն։ Սպորտի զարգացման եւ երիտասարդ մարզիկներին խրախուսելու նպատակով Ռուսթավի քաղաքապետարանը հաջողակ մարզիկներին տրամադրում է ամսական կրթաթոշակ եւ ապահովում անհրաժեշտ մարզական հանդերձանքով։ Ներկայումս քաղաքապետարանի կրթաթոշակից օգտվում են 115 հաջողակ մարզիկ եւ 40 մարզիչ։ Վաղը Միլանում ձմեռային օլիմպիական խաղերում ազատ ծրագրով սառույցի վրա հանդես կգա Նիկա Էգաձեն, իսկ մինչ այդ մրցել է Դիանա Դեվիսի եւ Գլեբ Սմոլքինի զույգը։ Ազատ պարում նրանք մրցավարներից ստացել են 118.87 միավոր, երկու ծրագրերի ընդհանուր արդյունքում հավաքել են 196.02 միավոր եւ օլիմպիական խաղերը ավարտել 13-րդ տեղում, ինչը Վրաստանի լավագույն արդյունքն է օլիմպիական խաղերում սպորտային պարերի կարգում։ Ավելի վաղ զույգը ռիթմիկ պարում հավաքել էր 77.15 միավոր։ Փետրվարի 13-ին ազատ ծրագրով հանդես կգա Նիկա Էգաձեն, ով կարճ ծրագրում ստացել է 85.11 միավոր եւ գտնվում է 15-րդ տեղում։ Սպորտային պարերի կարգում օլիմպիական ոսկին նվաճել է ֆրանսիական զույգը արծաթը ԱՄՆ-ն, իսկ բրոնզը Կանադան։ Դիանայի եւ Գլեբի ելույթին ներկա են եղել Վրաստանի սպորտի նախարարի տեղակալ Իրակլի Դոլաբերիձեն, ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Լերի Խաբելովը եւ կոմիտեի ներկայացուցիչները։ Գեղասահքի հավաքականը Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ մասնակցել է թիմային մրցաշարի եզրափակչին եւ զբաղեցրել 4-րդ տեղը։ Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը կփակվեն փետրվարի 22-ին։ Օլիմպիական խաղերում Վրաստանը ներկայացված է սպորտի երկու տեսակներում՝ գեղասահք եւ լեռնադահուկային սպորտ 8 մարզիկներով։ Ուկրաինայի նախագահը հերքել է տեղեկատվությունը, թե ԱՄՆ-ն սպառնում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներից հրաժարվելով, եթե երկրում չհայտարարվի նախագահական ընտրությունների ամսաթիվը։ Մենք կանցկացնենք ընտրություններ, երբ կլինեն անվտանգության բոլոր համապատասխան երաշխիքները, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նա նաև մերժել է Կրեմլի առաջարկը Մոսկվա մեկնելու բանակցությունների համար եւ նշել, որ պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգների առաջարկին հանդիպումներ անցկացնելու վերաբերյալ ցանկացած տարածքում, բացառությամբ Ռուսաստանի եւ Բելարուսի։